Ինչպես այսօր այս ակցիան նվիրված է Հայաստանում քաղբանտարկյալներին եւ Բաքվում պահվող հայկերիներին եւ ռազմագերիներին ազատ արձակելուն, նախ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ձեր կարծիքով մեր իշխանությունը որևէ քայլ ձեռնարկում է գերիներին ազատ արձակելու համար եւ այս գործողությունները, որոնք հիմա նաեւ ուղղված են եկեղեցու դեմ, որքան պետք է շարունակվեն։ Եթե առաջին հարցին պատասխանեմ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իշխանություններին կխնդրեմ, որպեսզի տեղ թողեն, որ հետո իրանց համար էլ կանգնողներ լինեն, իսկ ես առաջի կանգնողներից կլինեմ, հավատացեք, եթե վաղ իշխանափոխություն լինի, ամենայն անկեղծությամբ եմ ասում, որպես հումանիստ եմ ասում, որպես ուղղակի մայր եմ ասում, ես երկրում երկու երեխա մեծացնող եմ ասում, թող տեղ թողնեմ, որ վաղը իրանց համար էլ կա մեկը կանգնի, որտեվ այն նկարները, որոնք որ ես հիմա նայում էի, իմ համար ահավոր հուզումնալից են, որովհետև չկա այդտեղ մի մարդ, որ ասես դե հա էլի պիտի նստեր, չէ, այդ մարդիկ ոչ կաշառակերներ են, ոչ թալանչիներ են, ոչ հանցագործներ են, իրանք մի տեղում են, որտեղ որ ինձ թվում է միայն հանցագործներ պետք է լինեն։ Ես այստեղ եմ, որպեսզի մենք մի հոգով ավել լինենք, որպեսզի այդ Եվրոպայի պատգամավորները, եվրոպացի պատգամավորները տեսնեն, որ մի հոգի ավել է այստեղ կանգնած, քիչ լինենք, թե շատ լինենք, միևնույն է մեր ձայնը թող լսելի լինի ու կարծում եմ շատ կարևոր է, որ մենք իրենց ասենք, որ օքեյ չի, այսինքն չգան Հայաստան միայն գառնին տեսնեն, ինչ որ, չգիտեմ, արարողակարգային բաներ անեն, գնան ծաղիկ խոնարեն, չնայած ծաղիկ խոնարելու տեղն էլ քանդել են, ինձ թվում է այդտեղ էլ չեն գնում ծաղիկ խոնարելու, ուզում եմ որ տեսնեն, որ չէ, մեր երկրում, եթե իրենք համարում են, որ սա ժողովրդավար պետություն է, մեր երկրում կա արդեն 60-ից ավել քաղբանտարկյալ ու դա նորմալ չի։ Անահիտ, ձեր կարծիքով միջազգային կառույցները ինչու են լվում Հայաստանում տեղի ունեցող այս գործընթացների հետ կապված, նախկինում մենք հիշում ենք, որ աղաղակում էին, եթե որևէ միջադեպ էր գրանցվում Հայաստանում։ Գիտեք, հենց ինքնիշխանությունը իմ կարծիքով ժողովրդի եւ պետության դրա մեջ է կայանում, երբ որ դու չես սպասում, որ ինչ-որ մեկը քո փոխարեն ինչ-որ բան ասի, երբ որ քո երկրում ես շատ լավ այդ դեպքը հիշում եմ արցախցիների տարհանման օրերին, գիտեք այդ օրերին ես ինչով էի զբաղված, բազմաթիվ արցախցիներին ընդունելով, տեղավորելով եւ նրանց համար սնունդ հավաքելով եւ շատ լավ հիշում եմ ՄԱԿ-ի գագաթնաժողովում այդ ելույթը, երբ որ Արարատ Միրզոյանը իդեպ հրաշալի ելույթ ունեցավ իմ համար ամենայն անկեղծությամբ ու ասաց, որ այս դեպքերն է կատարվում, Ադրբեջանի, եթե չեմ սխալվում, արտգործ նախարարը կամ փոխնախարարը պատտվեց, ասաց, չեք ասում, ձեր ղեկավարը ասում է ամեն ինչ օքեյ է։ Դրա համար եմ ասում, մի սպասեք էլի, որ ինչ որ մեկը պիտի գա մեզ պուպուշանի, մեր գլուխը շոյի ասի, վայ, ես ինչ խեղճ են, չէ, եթե մենք մեր երկրի ղեկավարը ասում է, որ մեր ոչ ոք չի կատարում, շատ լավ, մարդիկ անցնում են, ոչ մի պայթուն տեղի չի ունեցել, ու չգիտենք էլ միջև այդ պայթունը ինչի արդյունքում էր տեղի ունեցել, ոչ մի երեխաներ ռումբից չեն մահացել, իդեպ այդ երեխաներին երկու, որոնք որ մահացան հենց առաջի օրը, նրանց 20 թվականին տարհանման ժամանակ դիմավորել էի ես նրանց եւ նրանց մայրիկին տեղ էի տվել, այո, ուզում եմ ասեմ, եթե մենք չենք այդ ընկալում, մեր ղեկավարությունը մենք ենք, չէ, վերջիվերջո մեր դեմքն է այդտեղ, այդ մարդիկ ճիշտ են, դրա համար ես չեմ սպասում, ամենայն անկեղծությամբ, ես իմ ազգի հետ մեկտեղ կարողացա այդ օրերին օրինակ բարեգործություն անել, ու ես սպասում եմ, որ իմ ազգում կլինի այնպիսի մի ղեկավար, որը որ չի սպասի, որ ինչ-որ մեկը գա ինձ պաշտպանի, այլ ինքը կկանգնի պաշտպան, որովհետև եթե մենք ընտանիք ենք մի մեծ, ուրեմն մեր ընտանիքի հայրը պիտի մեզ պաշտպանի, ուզում եմ այնպիսի ընտանիքում հայր ունենալ, մեր մեծ ընտանիքում, մեր ազգի մեջ, որը որ ինձ կպաշտպանի, ոչ թե ես կսպասեմ, որ ինչ-որ Եվրոպայից մեկը կգա ու կսկսի ինձ պաշտպանել։ Եվ եկեղեցու շուրջ տեղ ունեցող այս գործընթացների հետ կապված, ինչ պետք է անի առաքելական եկեղեցու հետևորդը եւ ինչ պետք է անի առհասարակ հայ ազգը։ Նայեք, շատ եմ խոսել այս մասին, կկրկնվեմ երևի թե, բայց եկեղեցին նայել որպես ու գիտակցել, որ նայել որպես եկեղեցուն, որ մի հոգևորականով, նույնիսկ մեկ կաթողիկոսով, ես այդպես չեմ նայում, իմ համար եկեղեցին, դա իմ պետականության ամենակարևորագույն ինստիտուտներից է, անգամ նույնիսկ երբ որ պետականություն չի ունեցել մեր երկիրը, միևնույնն է կարևորագույն ինստիտուտներից մեկն է եղել եկեղեցին, եւ ես այսօր թողնել, որ ինչ որ մարդիկ տշեն այդ հիմքերը ու նայեք, երբ որ հիմքն է ինքը շենքի ու դու իրան քանդում ես, դու էլ վերևը չես կարողանա սարքել այդ շենքը։ Ես ուզում եմ, որ մենք դա գիտակցենք։ Դե այսօր օրինակ տեսանք իրանց ֆեյք դպիրին, ֆեյք կարգալույց եղած քահանայով, ֆեյք պատարագին, ֆեյք դպիրին։ Եթե մարդ կա, ես շատ ուրախ եմ իդեպ, եկեք ազնիվ լինենք, այն ինչ որ կատարվեց այդ օրերի այդ օրվա պատարագին, դա հավատավոր ժողովրդի կամքի
ներկայությունն էր, որ մենք չենք գնում այդպես բանի մասնակցել։ Դուք այնտեղ տեսել եք, բացի իրենց, հա, սատարող այդ փոքրիկ ինչ-որ մասայա, չգիտեմ, շատ թեկուզ մեծ ոնց ուզում են իրենք իրենց կոչեն, տեսել եք այդտեղ հավատավոր ժողովուրդ, ես չեմ տեսել։ Այդ տեսական այս օրեցօր ավելի մեծ թափ է հավաքում այս հակաեկեղեցական արշավը, կարծես նահանջ չի անում իշխանությունները, հայտարարել են, որ մյուս կիրակի են գնալու, ընդհանրապես գնալու են։ Ինչ է կարծում, ի վերջո հաջողելու են այս հակաեկեղեցական արշավում, թե ոչ։ Եկեղեցին եղել է 1700 քանի տարի, եկեղեցին եղել է պատիվ ունեմից, Հայաստան Դաշինքից, ՔՊ-ից, ՀՀՇ-ից, բոլոր կուսակցություններից առաջ հավատացած եղեք, լինելու է ինձանից, ձեզանից եւ մեր երեխաներից հետո էլ, որովհետեւ եկեղեցին մեր պետականության հիմնասյուներից մեկն է։ Եկեղեցին այն ինստիտուտն է, որը որ չպիտի չափվի ինչ-որ մեկի ուզելով կամ ինչ-որ մեկի չուզելով։ Մնալու է ու հավատացած եղեք, իսկական հավատավոր հայը դրա կողմնակից է։ Ես վստահ եմ։ Շնորհակալություն։